մեծության ու իմաստության և գիտության խորունկությունը, ինչպես անքննելի են իր ճամփաները, վասնզի ով իմացավ Տիրոջ միտքը, կամ ով նրան խորհրդակից եղավ, կամ ով նախապես նրան մի բան տվեց, որ փոխարենը իրեն տրվի, վասնզի ամեն բաները նրանից, նրանով և նրա համար են, իրեն փառք հավիտյանս ամեն։ Պողոս առաքյալը այսպես է գրում Հռոմեացիս 11-րդ գլխի 33-ից 36 համարներում։ Պողոս առաքյալը ապշած է, զմայլված է, երեք բաներ նշեց՝ մեծությունը, իմաստությունը, գիտությունը և ասում է դրանց խորունկությունը, deepness, ցնծում է, եղբայրը ցնծում է այս տողերը գրելով։ Ինչ հանգամանք մղեց Պողոս առաքյալին գրելու այս տողերը, մանավանդ որ Հռոմեացիս առաջի գլխից մինչև 11-րդ գլուխը իր մեջ ընդգրկում է վարդապետական նյութեր, այն է արդարացումը հավատքով է միայն, որպեսզի մեկը Տիրոջ առջև արդարանա, պիտի հավատա Քրիստոսի անձին և նրա կատարած գործին։ Այս գրվածը հունարեն կոչվում է դոխոլայա, տեսեք թարգմանաբար ինչ է նշանակում, դոխա նշանակում է փառք, glory, և լայա նշանակում է պատմել, այլ կերպ ասած, փառքը պատմել։ Հիմա այստեղ մենք որ հավաքվեցինք այսօր, ինչի համար հավաքվեցինք, իրար որպիսություն հարցնենք, աշխարհի գործերը քննենք, հավաքվեցինք, որ Աստծո փառքը պատմենք, իր մեծությունը տեսնենք, իր գիտությանն ու իմաստությանը հաղորդ լինենք, ու ինչ հրաշք մեծություն ես, ինչ փառավոր զորություն ես, քիչ առաջ երգեցինք, ինչ հիանալի երգ, մեր սրտերը ուրախացան։ Հոբը 12-րդ գլխում հետևյալն է գրում, Հոբ 12-րդ գլուխ 13-ից 16 համարները։ Նրա մոտ է իմաստությունն ու զորությունը, հանճարն ու իմաստությունը Աստծունն են, ահա նա կփլցնե և այլ չի շինվիր, եթե մեկի վրա փակ է, այլևս չի բացվի, ահա նա ջուրերը կարգիլե և կչորանան, ու զանոնք թող կտա ու երկիրը տակն ու վրա կանեն, զորությունը և հանճարը Աստծունն է։ Ինչ կարդացինք, նրա մոտ, նրա հետ, երկնքում, բա երկրի վրա, մենք երկրի վրա ենք, Աստված ծածկված չմնաց, Աստված Քրիստոսով այցելեց, երկիր բոլորակի բնակիչներին Քրիստոսով այցելեց, Հովանու առաջի գլուխ 18 համարում գրված է, մեկը երբեք Աստծուն տեսած չէ, բայց միածինը, որ Աստծո ծոցն է, նա պատմեց, և սա ասում է ներկա ժամանակով, ոչ թե անցյալով, որ հոր ծոցն է, թեև Հիսուս երկրի վրա էր մարմնով հայտնված, բայց հոր հոգին, Քրիստոսի հոգին է, նույն Սուրբ հոգին է, հետևաբար, թե երկրի վրա էր ֆիզիկապես և թե հոգիով ամենուրեք։ Դեռ փոքր հասակից Հիսուսի մեջ տեսնվեց այդ իմաստությունը, զորությունը, հանճարը, երբ որ տաճարում էր, կարդում ենք Ղուկասու 2-րդ գլուխ 47-48 համարներում։ Հիսուսին ականջ դնողները կզարմանային նրա իմաստության և պատասխանների վրա, երբ տեսան նրան, ապշած մնացին։ Դեռևս հասակ չի առել, դեռևս չափած մեկը չի, բայց իր տված պատասխանները բոլորին ապշեցրել էր։ Մատթեոս 7-րդ գլուխ 28-29 համարներ։ Երբ Հիսուս ավարտեց խոսքերը, ժողովուրդը կզարմանար նրա վարդապետության վրա,
Վասնզի իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում, ոչ թե դպիրների պես, որովհետև դպիրները ինչ են սովորեցնում, մարդկային բաներ, ավանդություններ, բայց Հիսուս Աստծո հոգիով էր սովորեցնում։ Հովանու 7:15-ը հրեաները իրենց զարմանքը այսպես էին արտահայտում. ինչպես նա գրքերը գիտե, որ սովորած չէ։ Այլ կերպ ասած, աստվածաբանական չի գնացել, համալսարան չի ավարտել։ Ինչպես է այս բաները նա սովորեցնում։ Այո, Տեր Հիսուսի կյանքում մենք այդ բոլոր զորությունները տեսանք, երբ փոթորկված ծովը խաղաղեցրեց, երբ ջրի վրայից քայլեց, երբ կաղերին, կույրերին, բորոտներին բժշկեց, մեռելներին հարություն տվեց, Աստծո զորությունը իր մեջ էր։ Եվ միայն կույր մարդիկ էին, որ չտեսան այդ զորությունը, եկան ասեցին, ինչ նշան ցույց կտաս, որ իմանանք Աստծուց ես։ Եվ այսօր էլ մարդիկ նշաններ են փնտրում, ինչ նշան ցույց կտակ, մի հրաշք լինի, տեսնենք, հավատանք, տեսնելով հավատալ չկա, հավատքը չտեսնված բաների հաստատությունն է և չերևցած բաների ապացույցը։ Պիտի հավատաս, որ Աստծո փառքը տեսնես, ոչ թե տեսնես, հետո հավատաս։ Պետրոս առաքյալը իր երկրորդ նամակում այսպես է գրում, երկրորդ Պետրոս առաջի գլուխ 16-17 համարները, որովհետև ոչ թե մենք վարդապետությամբ շինված առասպելների ետևից երթալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը ձեզ ցույց տվեցինք։ Այլ կերպ ասած, առասպել չէ, մեզ չեն պատմել, մենք ականատեսն ենք դրա։ Հապա անոր մեծափառությանը ականատես լինելով։ Մեծափառություն, մեծ փառքերի Տեր, վեհափառություն, որ միայն Հիսուսի անվանը կվայել է։ Որովհետև ինքը Հոր Աստծուց փառք ու պատիվ առավ, եւ այն մեծավայելչության փառքից այսպիսի ձայն եկավ, թե դա է իմ սիրելի որդիս, ում որ հավանել եմ։ Եվ սա այլակերպության լեռան վրա տեղի ունեցած այդ դեպքն էր, որ Մատթեոս ավետարանիչը 17-րդ գլխում է գրում, երբ որ Տեր Հիսուս այնտեղ էր, նրա աջ և ձախ կողմը հայտնվեցին երկու կարևոր անձնավորություններ, Մովսեսը և Եղիան, և այդ ժամանակ, Մատթեոս 17:2-ը, նրանց առջև Տեր Հիսուս այլակերպվեց, այլ կերպ ասած պայծառակերպվեց, նրա երեսը արեգակի պես փայլեց, և նրա հանդերձները ձյունի պես, լույսի պես ճերմակացան։ Ահա, իրական մի դեպք, որին Պետրոս առաքյալը և ուրիշներ, Հովհաննեսը ու Հակոբոսը ականատես եղան, և Պետրոս առաքյալը իր երկրորդ նամակում այս մասին գրում է։ Հովհաննես առաքյալը դրանից բացի մի ուրիշ փորձառություն էլ ունեցավ, որ Պատմոս կղզում ինքը աքսորված էր, և ահա այնտեղ տեսեք ինչ տեսավ, հայտնություն առաջի գլուխ, 14-18 համարներն են սրանք, և այս պատկերը զարմանալի է։ Հիսուս հասարակ մարդու նման, ծառայի կերպարանք առած, իր աշակերտների հետ, մեկացած էր իրենց հետ, և ահա Հովհաննես առաքյալը Տեր Հիսուսի համբարձվելուց հետո հետևյալ պատկերն է տեսնում։ Իր գլուխը և մազերը բուրդի ու ձյունի պես ճերմակ էին, և իր աչքերը կրակի բոցի պես, իր ոտքերը ոսկե պղնձի նման, որպես թե հնոցի մեջ կրակ դարձած, և իր ձայնը շատ ջրերի ձայնի պես, և իր աջ ձեռքի մեջ 7 աստղ ուներ, և իր բերանից սրած երկբերան սուր մկելներ, և իր երեսը արևի պես էր, որ իր զորությունով կփայլի, երբ տեսա զանիկա, ոտքը ընկավ մեռելի պես։ Հովհաննես առաքյալ Հիսուսի հետ 3.5 տարի քայլեց, ուր որ Հիսուս գնաց իր հետ էր։ Այս տեսածը իրեն ուղղակի մի ահավոր մի բան էր, և ասում է մեռելի պես իր ոտքը ընկավ։ Ու իր աջ ձեռքը վրաս դրավ և ըսավ ինձի.
մի վախեցիր, ես եմ առաջինն ու վերջինը։ Ես կենդանի եմ, եւ ես նա եմ, որ մեռա, եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, եւ ես ունեմ մահվան ու դժոխքին բանալիները։ Ահա նոր փորձառություն։ Մենք Տեր Հիսուսին այսպես պիտի տեսնենք։ Շատ հաճախ մարդկանց մտքի մեջ Տեր Հիսուս այն ֆիլմերի մեջ եղած, նկարագրված, ծառայի կերպարանք առած մեկն է, ում որ հալածեցին, ծեծեցին, փշեպսակիր գլուխը դրեցին, խաչը հանեցին, անողորմ ձևով։ Բայց Հիսուս մեռելներից հարություն առավ, Տեր տերած եւ թագավոր թագավորած։ Նրա անունից լեռներն են դողում։ Ամեն մարդ հաշիվ պիտի տա Տեր Հիսուսին իր ապրած կյանքի համար։ Եսայի մարգարեի աչքերը մի յուրահատուկ տեսարան տեսան, եւ դա շատ զարմանալի էր։ Եսայի 6-րդ գլուխ առաջի 3 համարները։ Ոզիա թագավորի մահվան տարին, եւ դա 739 թվականն էր Քրիստոսից առաջ, Տիրոջը տեսա, որ բարձր ու վերացած աթոռի վրա նստած էր։ Նրա հագուստի փեշը տաճարը կլեցներ։ Վերի կողմը սերովբեններ կկենային անոր առջև, որոնք ամեն մեկը 6 թև ուներ, երկուսով երեսնին կծածկեին, երկուսով ոտքերին կծածկեին ու երկուսով կթրջեին, եւ փոփոխակի կաղաղակեին ու կսեին. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորքերու Տերը։ Ահա Եսայի մարգարեն էլ այսպիսի մի փորձառություն ունեցավ։ Այո, երկինքը Աստծո փառքն է պատմում, երկիրը նրա ձեռքերի գործն են ցույց տալիս, Աստված կշերքով լեռները հաստատեց։ Իր խոսքով ամեն բան ստեղծեց, եւ իր խոսքով ամեն բան այսպես ներդաշնակության մեջ մնում է։ Միլիոնավոր աստղեր, անծայրածիր տիեզերք, այս ամենը խոսքով ստեղծվեց։ Երկիր մոլորակը սերներ իր առանցքի շուրջը պտտվում է, եւ նաեւ երկիրը միաժամանակ պտտվում է արեգակի շուրջը։ Ով այսպիսի ներդաշնակություն հաստատեց։ Ինչպես հնարավոր էր բինգ-բանգով նման մի հիանալի տիեզերք մեջտեղ կար։ Անկարելություն է։ Ով ստեղծեց այս ամենը։ Ով է ճարտարապետը դրա։ Ով է գլխավոր ինժեները, նախագծողը։ Նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Ահա կարդում ենք Առաքած 8-րդ գլուխ 30 համար Proverbs։ Երբ Աստված երկրի հիմերը կդներ, Հիսուս հռչակում է. Ես հոր մոտ ճարտարապետ էի, ինքը նախագծեց, ինքը ստեղծեց ամեն բան։ Հոբի գիրքը համարվում է ամենավաղ գրված գրություններից, եւ Հոբ 26-րդ գլուխ 7 համարում կարդում ենք. Աստված հյուսիսը պարապ տեղի վրա կտարածի, եւ երկիրը ոչինչի վրա կկախի։ Սա մոտարապես 4000 տարվա բան ենք ասում։ Երբ հայտնի եղավ, որ երկիրը կլոր էր, որ տիեզերքի մեջ կախված էր, ասում են, որ հին հույները այդ գաղափար ունեցել են, որ երկիրը կլոր էր, բայց իրական փաստագրական վավերական բաներ չկան։ Եթե անգամ էլ լինեն, Հոբի գրությունը շատ ավելի առաջ է գրված, քան նրանց այդ ունեցած գաղափարը։ Ասվում է, որ ներկա դարաշրջանի մեջ Ֆերդինանդ Միգելանի միջոցով է այդ բանը հաստատվել, որ երկիրը կլոր է եւ օդի մեջ կախված է։ Տիեզերքին նայում եք, զբաղվում եք, չէ՞։ Ամենամեծ զմայլանք ինչն է պատճառում Աստծո ստեղծագործության մեջ։ Մարդ արարածը։ Քննենք մարդու կազմությունը։ Միայն եթե դիտենք նրա նյարդային համակարգ ինչպես է ստեղծված,
որ ամբողջ մարմինը ցանցի նման ծածկված է, ուղիղից սկսված, այդ նյարդային համակարգը զարմանահրաշ է, կամ մարդու սրտ անոթային համակարգը, սիրտ այդ փոքրիկ օրգանը, որ մարդու մեջ դրված է, ոչ թե մի օր, ոչ թե 10 օր, 1 տարի, այլ մարդու ամբողջ կյանքի ընթացքում արյուն է մղում մեր մարմնի բոլոր ծայրամասերին մեզ կենդանի վիճակի մեջ պահելու համար։ Ցնցիչ է իրապես, ցնցիչ է, հապա մեր օրգանների ֆունկցիոնալ կապը մեկը մյուսի հետ։ Այսինքն սքանչելի ստեղծագործություն է Տեր Աստված, եւ սա դեռ մեղավոր մարդու մոտ, որ շատ բաներ խարխլվեցին այն բանից հետո, երբ որ մարդը մեղք գործեց, որովհետեւ սկսվեց մարդու ծերացման process-ը, որովհետեւ մարդը պիտի մեռնի, Աստված ասած այս բանի համար անեծք եկավ մարդու վրա եւ հողին պիտի դառնաս, այլ կերպ ասած պիտի մեռնես։ Եթե մենք նայենք կենդանական աշխարհին, ինչպես մարդիկ կույր են եւ չեն տեսնում այս բնության յետևում ստեղծիչ մի մեծություն, ինչպես չեն տեսնում, Mother Nature են ասում, մայր բնությունը ծիծաղելի է, եւ բնությունը ինքն իրեն այսպես դրսևորվեց, ինքն իրեն այսպես գեղեցկություններ, ասում են, որ Բոսնիան նախկին Հարասլավիայի հանրապետության մի մասն է կազմում, ասում են այնպիսի տեղեր կա, որ դեռևս մարդը չի հասել այնտեղ, ուղղակի հրաշք տեղեր են։ Այո, նոր ստեղծվածը, այն ինչ որ Աստված ստեղծել էր, այդպիսին էր, մարդը փչացրեց եւ միջև օրս փչացնում է Աստծո ստեղծագործությունը։ Հապա կենդանական աշխարհը բազմատեսակ, տարատեսակ կենդանիներ, եւ Աստված երբեք գազաններ չստեղծեց հոշոտող։ Մեղքի պատճառով այդ կենդանիները գազաններ դարձան եւ իրար հոշոտում են այսօր, բայց կգա մի օր, որ մարգարեական խոսքը կիրականանա եւ դա տեղի կունենա հազարամյա թագավորության ընթացքում, երբ որ գայլը գարան հետ կբնակվի, միասին խոտ կուտեն, այլևս իրար չեն հոշոտի, այն ժամանակ Աստված ցույց կտա մարդկությանը, թե ինչպիսի հրաշալիքներ էր պատրաստված իր համար եւ մեղքի պատճառով մարդը զրկվեց այդ ամենից։ Ծովային կենդանիները, ասվում է, որ ծովային կենդանիների 40%-ը դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Գիտեք, չէ, Մարինյան իջվածքը կա Հնդկական օվկիանոսում, դեռևս նրա հատակը չեն կարողանում թափանցել, այնքան մթություն է, եւ այնքան կենդանիներ կան ծովային, որ դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, նրանց վարքագիծը, նրանց կազմությունը շատ ու շատ բաներ։ Այսքանից հետո պատկերացրեք, մարդը ասում է Աստված չկա։ Սատանան որքան է մոլորեցրել մարդուն, կուրացրել է ուղակի։ Մարդու հոգևոր աչքերը փակված են։ Գիտությունը այդ օղակը չունի, որպեսզի բացատրություն տա։ Ինչպես այս ամենը մեջտեղ եկան, ամյոբայից եղան, ծիծաղելի է։ Մարդ ինչպես առաջացավ, ոչ միայն արու, այլ նաև էգ, եւ այս երկուսի միացությունից նորից մարդ է ծնվում։ Քսանմեկերորդ դարում ենք, չի ապրում, բայց այսօր կարող եք շատերին հանդիպել, կարդացած, համալսարան ավարտած, շատ բանից տեղյակ, քաղաքականությունից, տնտեսությունից, մշակույթից, ամեն ինչից կարող են խոսել։ Եվ հանկարծ կարող են ասել, որ մարդը կապկից է առաջացել։ Հավանաբար անձնական նմանության արդյունքում են իրենք այս հետևությունը անում, չգիտեմ։ Ուրեմն շատ հեշտությամբ կապիկովիչ կարող են կոչվել, որպես հայրանուն իրենց։ Բայց մենք վստահ գիտենք, որ մեր նախածնողներին Աստված ստեղծեց, եւ մենք Ադամից սերվեցինք,
Երբ որ Քրիստոսին եկանք, Քրիստոսից նոր մարդը մեր մեջ սերվեց եւ մենք դարձանք Աստծո որդիներ։ Այնպես որ սիրելիներ, ճշմարիտ Աստծուն ճանաչելը ամենամեծագույն երջանկությունն է։ Այդպես է թե չէ։ Որտեղ գիտենք որտեղից ենք գալիս, որտեղ ենք գտնվում եւ ուր պիտի գնանք, մեր վաղճանը ինչ է։ Մարդիկ չգիտեն։ Կարծում են իրենց համար գերեզմանը վերջին տեղն է, պիտի փթեն եւ վերջանան։ Սա սատանայի խաբեությունն է։ Մարդկանց մոլորեցրել է։ Մի օր պիտի մեռնես, կյանքդ լավ ապրի, վերջ։ Այս է մարդկանց նշանաբանը։ Ադամը իր մեջ կյանք չունի։ Կյանքը գալիս է Քրիստոսով։ Հիսուս ասաց. ես եմ կյանքը։ Այս կյանքը ժամանակավոր մարդիկ ապրում են եւ վերջանում են, բայց Քրիստոս մեզ խոստացավ հավիտենական կյանք։ Դուրս եկեք եւ ձեր շուրջ բոլորը նայեք, բազմաթիվ քայլող, խոսող, վազող, մտածող դիակներ։ Հակասություն է։ Ոչ, Աստծո առջև մարդկությունը այդպիսին է։ Քրիստոսով միայն կարող ես կյանք գտնել եւ ընդունելություն Աստծո մոտ, որտեղ Քրիստոսի խաչով համայն մարդկությունը մահվան դատապարտվեց։ Մենք 2000 տարի առաջ այնտեղ չենք, բայց այդ դատաստանը արդեն եղած է եւ ի զորու է միջև այսօր։ Մարդիկ մահվան են դատապարտված, բայց Քրիստոսով է կյանքը եւ Տեր Հիսուս ասաց. ես եկա որ կյանք ունենաք եւ ավելի կյանք։ Այլ կերպ ասած, հավիտենական կյանք եւ Աստծով լեցուն օրհնված մի կյանք ունենանք։ Մորմոնները կան աղանդավոր, գիտեք եւ լսել եք նրանց մասին, եւ ցավոք սրտի պիտի ասենք, որ 98-99 թվականներին, մոտարապես 2000 թվականներին մորմոնները մուտք գործեցին նաև Հայաստան։ $10 միլիոն տվեցին եւ նրանց առջև բացվեց դռները եւ այսօր վխտում են Հայաստանում։ Ցավալի է այս բանը։ Մորմոնները Հայաստանում։ Նախ Գյումրիում իրենց կենտրոնը բացեցին, հետո Երևան եւ ամեն տեղեր տարածվեցին մորմոններ։ Դուք գիտեք ինչ խայտարակ, հերձվածող վարդապետություն ունեն, ով է իրենց համար Աստված, Աստծուն նկարագրում են հետևյալ ձևով. բարձրահասակ, հաղթանդամ, երկար ճերմակ մորուքով մի ծերուկ, վստահաբար ձմեռ պապի հետ շփոթել են։ Հիսուս ասաց. ես եմ ճանապարհը դեպի երկինք, ճշմարտությունը եւ դա միակ ճշմարտությունն է փրկարար։ Եվ կյանքը հավիտենական, ով որ Հիսուսին իր կյանքի մեջ ունի, այս կյանքի ամբողջ նպատակը ամբողջացրած է։ Ամբողջացրած է։ Աստծո ամենագիտության եւ ամենակարողության մեկ ուրիշ օրինակ նորից դիմենք Հոբի գրքին 11-րդ գլուխ Հոբ 11 եւ 7-ից 12 համարները կարդանք։ Աստված մարդուն հարցում է տալիս. Աստծո գաղտնիքը կարող ես հասկանալ։ Ամենակարողը կատարելապես կարող ես իմանալ։ Նա երկնքի պես բարձր է։ Ինչ կարող ես ասել։ Դժոխքից խորունկ է։ Ինչ կարող ես գիտենալ։ Անոր չափը երկրից երկայն է ու ծովից լայն է։ Եթե անիկա հարցակի եւ գոցե կամ հավաք է, այլ կերպ ասած, ինքնիշխան է, ինչ որ կուզի կանի։ Ով անոր արգելք պիտի լինի։ Քանզի ինքը ունայն մարդկանց կճանաչի։ Ովքեր են ունայն մարդիկ, ովքեր հիմար բաներ են խոսում, ունայն մարդիկ բոլոր նրանք են, ովքեր որ Քրիստոսը չունեն։ Աստված այդպես ներկայացնում։ Ու անօրությունը տեսնելով ուշադրություն պիտի չանի, անշուշտ պիտի անի, այլ կերպ ասած անօրությունը իր պատիժը պիտի կրե։ Բայց անմիտ մարդը մեծամիտ է
ու կնոջ մեջ ծնած մարդը ուշադրություն Աստծո խոսքն է սա։ Կնոջից ծնված մարդը վայրենի իշի ձագի պես է։ Տերն է ասում։ Տերն է ասում։ Տեր ասում է, ինքը գիտի, ճշմարիտ է իր խոսքը։ Օրհնյալ է Տիրոջ խոսքը, ինչ ասենք, ամեն։ Ասում ենք ամեն։ Այսպիսին է։ Մեծամիտ մարդը, հպարտ մարդը Աստծուն կճանաչի։ Ոչ, չի ճանաչի, ինքը իր Աստվածն է։ Եթե ոչ տեսանել իր սրտի մեջ։ Եթե այդպես էլ չէ, իր կյանքի մեջ շատ աստվածներ կան, այո, որ պաշտում է, այնպես որ նա Տիրոջը չի գա երբեք, հպարտ է միջև այդ սիրտը չկոտրվի, չփշրվի, նա Տիրոջը չի գա։ Արժանահավատ, այլ կերպ ասած, վստահելի աղբյուրներից քաղած լինելով, պիտի խոսենք մի որոշ անձնավորությունների մասին, նշենք նրանց անունները, ովքեր գիտության մեջ եղան տիտաններ, հայտնագործություններ արեցին, որոնք մեզանից ապրել են մի քանի 100 տարի առաջ, բայց պատմության մեջ մեծ հետք են թողել, այսօր էլ նրանց հայտնագործությունները գիտական գրքերի մեջ են, անգամ դպրոցներում են նրանց մասին սովորեցնում, հիմա անուններ կարդամ եւ դուք վստահաբար այդ անուններին ծանոթ եք։ Սրանցից շատ առավել կարևորը ոչ թե նրանց հայտնագործություններն են, դրանից ավելի կարևոր բան։ Այս բոլոր անձնավորությունները հիմնապաշտ Քրիստոսը ունեցող հավատացյալներ են եղել։ Կարդամ անուններ. Արևակենտրոն համակարգի հայտնաբերող Նիկոլայ Կոպերնիկոս, լսել եք։ Տեսական աստղագիտության հիմնադիր Յոհան Քեպլեր, ժամանակակից դինամիկայի հիմնադիր Գալիլեո Գալիլեյ, էլեկտրամագնիսական տեսության հիմնադիր Մաքսվել, քվանտային մեխանիկայի հիմնադիր Մաքս Պլանք, այս անունները ծանոթ են, չէ՞ ձեզ։ Այս բոլոր անձնավորությունները այդպիսի մեծություններ լինելով հանդերձ Տիրոջ առջև խոնարել են եւ Աստծուն ճանաչել են որպես իրենց Տերը եւ Փրկիչը։ Բա հասարակ մահկանացուները, ով ես դու, ով մարդ Տիրոջ առջև, ով ես դու եւ ով էլ ուզում ես եղիր։ Պատմության մեջ շատ զորավոր մարդիկ են եկել, թագավորներ, զորավարներ, դիկտատորներ, միահեծան իշխանություն են ունեցել, այնպես որ իրենց ձեռքում են եղել բոլոր լծակները, ժողովուրդներ եւ պետություններ իրենցից դողացել են։ Ով ուզում ես եղիր։ Անկամ եթե չակուճը նալը մեխը քու ձեռքդ է եւ խփում ես, իմացիր Տիրոջ առջև պիտի կանգնես եւ պատասխան պիտի տաս անօրեն կյանքիդ եւ գործերիդ համար։ Եվ Աստծո խոսքը ասում է. արդար չկա եւ ոչ մեկը։ Թող որևէ մեկը իրեն արդար չտեսնի, որտեվ մենք մեղանչական բնություն ունենք խոսքով, գործով եւ խորհուրդներով մեղքեր են գործում, այնպես որ Աստծո առջև բոլոր մարդիկ մեղավոր են, բոլորը փրկչի պետք ունեն։ Մեկ է այդ փրկչի անունը՝ Հիսուս Քրիստոս, ուրիշ մեկը չէ։ Թյուր կարծիք կա մարդկանց մեջ տարածված, որ չէ որ մենք Աստծո ստեղծվածն ենք, չէ։ Աստված մեզ ստեղծեց, հետևաբար մենք բոլորս էլ Աստծո որդիներ ենք։ Այդպես է։ Կամ ժառանգաբար մենք մեր ծնողներից քրիստոնյա ենք դարձել, նրանցից այդ քրիստոնեությունը վերցրել ենք։ Այս ամենը թյուր կարծիքներ են։ Քրիստոնյա չենք ծնվում, քրիստոնյա դառնում ենք, գիտակցաբար, երբ որ Հիսուսին Տեր եւ Փրկիչ ենք ընդունում, եւ Սուրբ Հոգին հավատքով ստանում ենք, այդ պահից սկսած է, որ մենք դառնում ենք իրական քրիստոնյաներ, իրական հավատացյալներ։ Բա ինչ եք ասում, այս մարդը Սուրբ գրքից էլ ահագին բաներ գիտի, հայր մերն էլ անգիր է ասում։ Հայր մեր անգիր է ասում, եկեք մեր կիրակնօրյա ամենափոքրիկին հարցրեք, անգիր գիտի։ Դրանով է որոշում քրիստոնեությունը, Քրիստոսի հետ անձնական հարաբերություն։ Սա է քրիստոնեության ամբողջ նպատակը։ Սուրբ Հոգու գործը քո կյանքիդ մեջ, քո ադամական բնության խորթ ու բորթ տեղերը չշտկելու համար։
Հովհաննես առաքյալը այսպես է գրում, Հովանու առաջի գլուխ 11 համար. նրանք, որ Հիսուսին ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ կոչվելու։ Եվ այս ընդունելը միայն ասել չէ, որ հա Հիսուսին գիտեմ, 2000 տարի մարդկության համար իր կյանքը զոհեց, խաչը բարձրացավ, այդ գիտելիքները չէ միայն։ Ընդունել նշանակում է թույլ տաս, որ քո կյանքի մեջ կա, եւ քո շրթունքներդ մշտապես դավանեն Հիսուսի անունը որպես Տեր եւ Փրկիչ։ Աստծո մեծության բաղադրիչներից է նաեւ Աստծո ամենագիտությունը։ Պատկերացրեք, աշխարհում որքան մարդ կա, ասում են 7.5 միլիարդ բիլիոն, այդքան մարդ կա։ Եվ Աստված այս պահին, հաջորդ պահին, 1 ժամ հետո, գիտի թե ամեն մարդ ինչ է մտածում, ինչ է անում, ինչ պիտի անի, կարող եք երևակայել։ Ամեն բան գիտի Տերը, ամեն բան։ Դրա համար նրա համար գրված է սրտագետն Աստված։ Մեր ամբողջ էությունը գիտի, մեր անցյալը, ներկան եւ ապագան գիտի, ամեն բան մեր մասին գիտի։ Նրա առջև ծածկված որևէ բան չկա, այլ բաց եւ հայտնի է, ում որ պիտի տանք մեր կյանքի հաշիվը, ամեն մարդ Տիրոջ ատյանը պիտի կանգնի։ Եվ Տեր Հիսուս այդ ամենագետ Աստված լինելը ապացուցեց մի շարք իրավիճակների մեջ։ Օրինակ, իր աշակերտների հետ հավաքված են եւ Տեր Հիսուս տեսավ հերվում թզենու տակ կանգնած մի անձնավորության, ում անունը Նաթանայել էր, եւ ասաց. ահա մի իսրայելացի, ում ներսիդին նենգություն չկա։ Ինչպես իմացար Տեր Հիսուս, երբ որ նրա հետ առաջի անգամ պիտի նոր հանդիպեիր, չէր էլ հանդիպած։ Մի ուրիշ պարագային Սիմոն անունով մի մեծահարուստ մեկը Տեր Հիսուսին իր տուն հրավիրեց, եւ Տեր Հիսուս երբեք խտրություն չդրեց, որտեղ գնա եւ որտեղ չգնա, եւ շատ հաճախ իրեն հանդիմանում էին, հանդիմանել ասածը հարաբերական հասկանանք, ովքեր էին նրանք, որ իրեն հանդիմանել, մեղադրում էին, որ Հիսուս մեղավորների հետ է նստում, ուտում։ Եվ ասաց, որ հիվանդները բժշկի պետք չունեն, առողջները բժշկի պետք չունեն, այլ հիվանդները, եւ ես արդարների համար չեկա, այլ մեղավորների համար եկա։ Եվ Տեր Հիսուս գնաց Սիմոնի տունը, երբ որ նստած էին, այնտեղ հայտնվեց մի կին, եւ այդ կինը վատահամբավ մեկն էր, եւ այդ կինը իր հետ բերեց նարդոսի թանկագին յուղ եւ Տեր Հիսուսի ոտքերի վրա լցրեց եւ իր մազերով սրբեց։ Եվ Սիմոնը ասաց իր մտքի մեջ. եթե այս մարդը մարգարե լիներ, պիտի իմանար ով է այդ կինը, որ իր հետ այսպես է վարվում։ Եվ Տեր Հիսուս անմիջապես նրա միտքը կարդաց։ Ասաց. Սիմոն, երկու պարտականներ կային, եւ պարտատիրոջը մեկը 500 դարեկան էր պարտք, մեկը 50 դարեկան։ Երկուսին էլ բաշխեց, ասեց, որ ձեր պարտքերը ջնջվեցին։ Հիմա նրանցից որն է, որ ավելի սպիտի սիրի, ասաց, կարծում եմ, որ նա, ով որ 500 դարեկան պարտքեր, ասաց, այս կինը ավելին սիրեց, որտեվ քո տունը եկա համբույրը չտվեցիր, բայց այս կինը իր մազերով ոտքերը մաքրեց, սրբեց։ Տեր Հիսուս սրտերը քննող Աստված է։ Այո, ինքը փրկության գործի համար մարմին առավ, աշխարհ եկավ, բայց երրորդության մեկ անբաժանելի անձնավորությունը ունի բոլոր հոմանիշները եւ առաքինությունները եւ բոլոր զորությունները, ինչ որ հայր ունի։ Աստված եկի վրա կարճ բան պիտի անի, այդպես է գրված։ Եվ այդ կարճ բանը ինչ է, որքան է, Ադամից մինչև այսօր։ Այսքան 1000 տարին համարում է կարճ բան, մի գծիկ, այդքան հավիտենականության հետ համեմատած։ Կարդում ենք Սաղմոս 104-ը, առաջի 3 համարները։ Օրհնե Տերը, ով իմ անձս,
Ով Տեր իմ Աստվածս, դու խիստ մեծ ես, փառք ու վայելչություն հագած ես, լույսը հանդերձի պես կհագնես, հագավ թե չէ, Տեր Հիսուս, այլակերպության լեռան վրա, երկինքը վարակույրի պես կտարածես, նա իր վերնատունները ջրերու վրա կշինե, ամպերը իրեն կարգ կշինե, հովի թևերու վրա կպտտի, ով կարող է քննել Աստծո գործերը, զարմանալի են, զարմանահրաշ են, մի հայու հանդիպեցի, իմ մամայիս տարիքին մեկը, մի անձնավորություն և շատ ահավոր հոգեվիճակի մեջ էր, ընտանեկան չշտկվող պարագաներ կար, զավակների մեջ հարաբերությունները հասել են թշնամության աստիճանի, և այս կինը համարյա թե լացում էր, Աստծո խոսքը սկսեցի խոսել և ասեցի, որ հավատա Տիրոջը և Տիրոջը վստահիր, լուծումը նրա մոտ է։ Այսքանից հետո ինչ կսպասեիք, ակնկալեիք այդ կնոջ պատասխանը, ինչ կլներ։ Եթե այդպես էլ վարվեր, չէ, հավատար և ընդուներ։ Գոնե լավագույն դեպքում լուռ մնար։ Ասաց, այդ խեղճ Աստվածը որ մեկին պիտի հասնի։ Խեղճ Աստվածը մարդկային դատողությունը, մտածողությունը սրանից ավելին չէ։ Աստված անչափելի մեծ է։ Մեր ստեղծիչն է, համայն տիեզերքի ստեղծիչն է։ Շատ մասսայական դարձած հետևյալ խոսքն էլ կա, որ կարծես թե Աստծուն դատում են կամ հարցաքննում են, ինչի Աստված այսպես չի անում, կամ ինչի Աստված այսպես արավ, կամ թույլ տվեց, որ այս բանը լինի։ Ով մահկանացու, դու ով ես, որ ստեղծիչին քննության դնես և նրան ասես, թե այս բանը այսպես կամ այնպես ինչու չի լինում։ Քիչ առաջ կարդացիք, չէ, Հռոմեացիս 11-րդ գլխի 34-35 համարներն էր, պատասխան այդտեղ գրված է։ Ի դեպ ասեմ, որ Պողոս Առաքյալը Հոբի գրքից է այս համարները բերել, 41-րդ գլուխ և 11 համարը։ Վասնզի, ով իմացավ Տիրոջ միտքը, կամ ով նրան հաղորդակից, կամ խորհրդակից եղավ, կամ ով նախապես նրան մի բան տվեց, որ փոխարենը իրեն տրվի։ Եվ որ Աստված երկրի հիմերը դնում էր, կար մեկը, որ իրեն խորհուրդ տար, ասեր այսպես ու այնպես։ Հիմա եկել են և մարդիկ Աստծուց պահանջում են պատասխաններ, ինչու այս բանը այսպես չէ, կամ ինչու Աստված թույլ է տալիս այսինչ բանը։ Չմոռանանք, մեղսալից աշխարհի մեջ ենք ապրում, մարդու բնությունը մեղավոր է, սատանայի գծած ճանապարհը մեղքի ճանապարհ է, այնպես որ այս աշխարհը լեցուն է ամեն տեսակ անօրենություններով։ Խտրություն չկա մեղքի մեջ, մարդիկ այդ մեղքը գործում են արևածաղիկ չրթելու նման։ Այդպես է, մեղսալից է այս աշխարհը։ Աստված որևէ մեկին հաշվետու չէ։ Նորից Հոբին գրքին դիմենք և կարդանք 38-րդ գլխից, Հոբ 38, 4-ից 7 համարները։ Աստված բոլորին այս հարցումն է տալիս. Ուր էիր դու, երբ ես երկրի հիմերը կդնեի։ Ասե ինձ, եթե իմաստություն ունես, եթե գիտես, ասե, ով դրավ անոր չափերը, կամ թե նրա վրա լարը ով քաշեց, անոր հիմերը ինչի վրա են հաստատված, կամ թե անոր անկյունին քարը ով դրեց։ Հարցում է տալիս Աստված։ Երբ առավոտյան աստղերը մեկտեղ փառաբանություն կնեին, ու երբ Աստծո բոլոր որդիները այս պարագային հրեշտակները ցնծությամբ կաղաղակեին, եթե կարող ես պատասխանի այս հարցերին, անշուշտ որ չես կարող։ Այո, Աստված աներևույթ է։ Մենք նրան չենք տեսնում, բայց սա չի նշանակում, որ Աստված թաքնվում է մարդուց։ Ինչու չենք տեսնում Աստծուն, տեսնենք էլի։ Հա? Մեղավոր մարդը Սուրբ Աստծուն չի կարող տեսնել և ողջ մնալ։
Դրա համար Աստված մարդացավ, մարդկային մարմին առավ եւ աշխարհ եկավ, որպեսզի Հիսուսին տեսնելով հորը տեսնեն, ասած ինձ տեսակ, հորը տեսակ, հայրի մեջ է եւ ես հոր մեջն եմ։ Հոբի 22-րդ գլխում մեկ ուրիշ հարցում է տրված, Հոբ 22 կարդանք։ Աստված երկնքից խիստ բարձր տեղ չէ։ Հիմա աստղերու բարձրությանը նա է, որ չափ բարձր են։ Եվ դու ասում ես, ինչ գիտի Աստված։ Մառախուղի միջից դատաստան պիտի նե, այսինքն մշուշ է պատած, վերևից ինչ դատաստան պիտի անի ներքև, հա ինքը շատ հեռու տեղ է, անմերձանալի լույսերի մեջ բնակող Աստվածը։ Ամպերը անոր առջև ծածկույթ են ու չեն տեսներ, եւ անիկա երկնքի կամարին վրա կպտտի։ Ուշադրություններիր այն հին ճամփային, ուր անորեն մարդիկ պտտեցան, որոնք հանկարծակի հափշտակվեցան։ Անորենները հափշտակվեցին, սա մեր իմացած հափշտակությունը չէ, rapture-ը չէ։ Բնագրի թարգմանությունը անգլերենով ասեմ պարզ լինի, cut down, այսինքն ոչ թե հափշտակվեցին երկինք գնալու համար, այլ կտրվեցին։ Որոնք հանկարծակի կտրվեցին, որոնց հիմերը հեղեղը ընկղվեց։ Ովքեր են այս մարդիկ։ Այսօր էլ շատեր կան այդպիսին, թող զգուշանան։ Նրանք կասեին Աստծուն, հեռացիր մեզանից, ու ամենակարողը մեզ ինչ կարող է անել։ Թեև անոնց տունը բարությունով լեցված էր, բայց անզգամներին խորհուրդը ինձ մե հեռու լա։ Աստված իր բարությամբ ամեն մարդկանց տները լեցրել է։ Մարդիկ ուտում են, հագնում են, աշխատանքի են գնում, իրենց օրը դասավորված է, բայց Աստծուն ասում են հեռու մեզանից, մենք քեզ չենք ուզում, մեր կյանքերից հեռու եղիր։ Սակայն Աստծո ամբողջ նպատակը մարդու կյանքի մեջ լինելն է։ Չէ՞ որ Աստված այնպես սիրեց մարդկությանը, բոլորին անխտիր, միջև իր միածին որդուն զոհեց։ Հետո գալիս է ամենակարևորը, որպեսզի ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա, իսկ ովքեր որ չհավատան, նրանք դատապարտված են դժոխքի կրակներին։ Քսանմեկերորդ գլխի 14-15 համարներն էլ կարդանք։ Եվ Աստծուն կսեն, քաշվե մեզանից, վասնզի քու ճամփաներդ գիտնալ չենք ուզեր։ Ամենակարողը ով է, որ անոր ծառայենք, ու եթե անոր աղոտ քնենք, ինչ օգուտ պիտի լինի։ Անհավատության կլասիկ օրինակ, դասական անհավատությունը։ Մեր աղոտքը ինչ օգուտ պիտի տա։ Նա ով է, որ մեր կյանքերը ղեկավարի, մենք ենք։ Մեր զորությունը, մեր գիտելիքները, մեր կարողությունը, մեր շրջապատը, մեր կապերը, մեր ունեցվածքը, ահա մարդու ապահովությունը սրա վրա է։ Բայց հանկարծակի պիտի սահեն եւ նրանց ազատող չպիտի լինի։ Տեր Հիսուս ինչ ասաց։ Մարդիկ չեն ուզում լույսին գան, Աստծուն գան, ինչու համար, որովհետև իրենց գործերը չար են։ Եթե լույսին գան, լույսի մեջ այդ գործերը պիտի երևան։ Հետևաբար իրենք պարտավորված պիտի լինեն խոստովանելու եւ այդ չար ճանապարհներից ետ դառնալու, բայց չեն ուզում, թող խավարի մեջ գործած իրենց մեղքերը, հանցանքները, անօրենությունները ծածկվի, որը մեկը չտեսավ, այդպես էլ գնան։ Բայց հո Աստված տեսավ, Աստված ամեն բան գիտի։ Քաջ են բոլոր մարդիկ նրանք, ովքեր որ իրենց մեղքերը խոստովանեցին, ովքեր որ Աստծուն եկան, քաջ եք դուք, որովհետև եկաք Տերերի Տիրոջը
եւ խոստովանեցիք ձեր մեղքերը եւ ձեր փրկությունը ստացաք։ Բայց նրանք, ովքեր որ Տիրոջ առջև չեն գալիս, նրանք վախկոտներ են, վախենում են խոստովանություն անելուց։ Ուրեմն խոստովանելը քաջություն է։ Եվ երբ որ Տիրոջը եկանք, Աստված մեզ համար դարձավ երկնավոր հայր, սիրող, գթած, ողորմած, հոգացող։ Եվ Աստված մեզ համար արդեն լուծել է այս կյանքի ամենամեծագույն դիլեման, այսինքն այդ թնջուկը, այն չիրականացող բան, որ այսօր մարդիկ ձգտում են դրան եւ անկարելություն է իրենց համար։ Մահվան հարցը Հիսուս է լուծել։ Եթե անգամ միջազգային բանկերը տրիլիոններ էլ տրամադրեն, ամենալավագույն գիտնականներին էլ հավաքեն, անկարելություն է մահվան առջև կանգնել։ Եվ մահվանից մարդուն ազատել միայն Տեր Հիսուսի մենաշնորհն է։ Հիսուս իր կյանքը մեզ համար զոհեց, որպեսզի մենք իրեն հավատալով մահվանից կյանքի անցնենք, որովհետև Հիսուս գերեզմանի մահվան վրա հաղթանակ տարավ, եւ ովքեր որ Հիսուսին ճշմարտապես ընդունում են, ապաշխարում են եւ ամեն ատեն դավանում են, նրանք հավիտենական կյանք ունեն։ Մարդկանց համար սա շատ դժվար եւ անհասկանալի մի բան է։ Ախր տեսանք, որ գերեզմանը դրեցին այդ մարդուն։ Սիրելիս, հասկացի, մարդուն չդրեցին գերեզմանը, նրա անշնչացած մարմինը դրեցին։ Բայց այն պահին, երբ որ մարդը մահացավ, իր անձը եւ հոգին մեկտեղ իր էությունը իրական այդ մարդը մեկ ակնթարթից դուրս եկավ այդ մարմնից։ Եթե նա Հիսուսին Տեր եւ Փրկիչ ուներ, Աստծո հրեշտակները նրան երկինք տարան, մխիթարության, խաղաղության, սիրո մեջ, Աստծո ներկայության մեջ։ Իսկ ովքեր որ առանց Հիսուսի այս աշխարհից հեռացան, սարսափելի սպասում դատաստանի եւ կրակի բարկություն, որ հակառակորդներին պիտի լափի։ Ահա որ մի բան է։ Ուստի այս կյանքի մեծագույն նպատակը Քրիստոս ճանաչել եւ նրանով սուրբ երրորդությանը ճանաչել։ Այո, թեև Աստված անմերձանալի լույսերի մեջ է բնակվում, նրան հասնել կարելի չէ երկրավոր միջոցներով, բայց Աստված մեզ հասել է, շատ մոտ է, ասում է, քու շրթունքներիդ վրա է։ Եթե քու սրտովդ ճշմարտապես հավատաս եւ քու շրթունքներովդ Հիսուսին Տեր եւ Փրկիչ դավանես, քու մեղքերից պիտի ազատվես եւ հավիտենական կյանք պիտի ունենաս։ Տանք մեր երկնավոր Հորը, ամեն փառքը, պատիվը եւ երկրպագությունը, որովհետեւ ինքն է միայն դրան արժանի։ Թող Տեր Հիսուս մեր սրտերի վրա թագավորի այսօր, վաղը եւ հավիտյանս հավիտենից։ Այսօրվա նյութը սիրելիներ, վերջացնենք Հուդայի 24-րդ համարով։ Եվ անոր, այսինքն Աստծուն, որ կարող է ձեզ ամբից պահել եւ իր փառքին առջև անարատ կանգնեցնել ցնծությունով։ Մեր Փրկչին միմիայն Աստծո Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով փառք ու մեծություն, զորություն եւ իշխանություն բոլոր դարերից առաջ, հիմա եւ բոլոր դարերի մեջ հավիտյանս ամեն։ Փառք լինի իր մեծ անվանը։